Մհեր Հարությունյան, Կաճար գիտական կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու դոցենտ։ Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո որտեղ եք աշխատում եւ այնտեղ ինչով եք զբաղվել։ Այո, հիմա աշխատում եմ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում, նորագույն պատմության բաժնում որպես գիտաշխատող։ Իսկ այնտեղ Արցախում եղել եմ Շուշի տեխնոլոգիական համալսարանի լեզուների եւ հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ։ Ձեր գործունեության մասին պատմեք եւ առհասարակ այսօրվա հավաքը ինչ ակնկալիք ունեք եւ արցախցի մտավորականների, հայաստանցի մտավորականների, այսպես համատեղ իրենց հայտարարություն, այդպիսի բան, գերիների հարցով պատրաստվում եք, թե արդեն արել եք, մի քիչ ներկայացրեք քեզ։ Ուրեմն ճիշտ ասած ես չեմ ողջունում ինչ որ բաժանումներ, տարբերակումներ դնելու փորձերը, բոլորս էլ հայ մտավորականներ ենք, մեզ ուզում է մեր երկրի ճակատագիրը եւ ինչպես հին բարի ժամանակներում էին ասում, մտավորականությունը ժողովրդի ազգի խիղճն է եւ այս տեսանկյունից մենք անտարբեր լինելու իրավունք չունենք, ընդհակառակը մեր ձայնը պետք է բարձրացնենք, որովհետև ճիշտ է որոշակի դեգրադացման պրոցեսներ կան, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ մեր ժողովրդի գոնե գիտակից զանգվածը սպասում է մտավորականության խոսքին, սպասում է մտավորականության քայլերին, որպեսզի իր համար համապատասխան հետևություններ կատարի։ Եվ կարծում եմ այսօրը այդ հնարավորություններից մեկն է, որպեսզի մենք բարձրաձայնենք մեզ հուզող հարցերը, փորձենք մեր տեսլականը ներկայացնել, ծառացած խնդիրների լուծումը ինչպես ենք տեսնում եւ ըստ այդմ փորձենք համախմբել ժողովրդին այսօր իսկ հրատապ դարձած գաղափարների շուրջ։ Կարծում եմ այսօր խիստ հրատապ է ինքնակազմակերպման, ժողովրդի համախմբման հրամայականը եւ այս տեսանկյունից մտավորականությունը մեծ անելիք ունի եւ այսօրվա հավաքը թերևս նաև այդ նպատակին է ուղղված։ Մտավորականության ձայնը այսօր որքանով է լսելի եւ պարոն Հարությունյան, որպես պատմաբան այսօր փորձ է արվում ջնջել նախորդ 30 տարիների պատմությունը, այդ թվում նաև Արցախի հայկական լինելն է հարցականի դրվում, այստեղ պատմաբաների դերը ինչ պետք է լինի, ինչ պետք է անեն նրանք։ Եվ կներեք շարունակեմ, մտավորականությունը այսօր համարվում է ամենապասիվ հատվածը, որը չգիտես ինչի է սպասում, տեսեք եթե վերցնենք Չարենցի ժամանակները, Թումանյանի ժամանակները, մտավորականներն իրենց հետևից ժողովրդին տանող այն խիղճն էին եւ այն բարոյական զանգվածն էին, որ այո, իրենց էր հենց վերապահված։ Ինչու է այս չեզոք դիրքորոշումը չի հետ է կապված։ Փաստորեն երկու հարցերը մեկը մյուսին լրացնում են, որտեղ մտավորականության ձայնը դժբախտաբար լսելի չէ եւ որոշակի մտայնություն կա, որ եթե ձայնը չի լսվում, իմաստ չկա այդ ձայնը բարձրացնել, բայց սա ճիշտ մոտեցում չէ եւ այսօրվա հավաքն էլ դրա փայլուն վկայություն է, որ ընդհակառակը պետք է անգամ եթե մեկ հոգի է քեզ լսում, ձայնը բարձրացնել, մեկը 10 դարձնելու ցանկությամբ։ Ինչ վերաբերում է նրան, որ մենք մտավորականներս պասիվ ենք, չի ասի, այստեղ ավելի ճիշտ կլիներ ձևակերպենք, որ այդ ձայնը չի լսվում, գործողություններ չեն դառնում, վարքագիծ չեն ձևավորում, աշխարհայաց չեն փոխում, այս առումով գուցե ինչ որտեղ ճիշտ լիներ, բայց ամեն դեպքում եթե մենք ավելի ուշադիր հետևենք այն բոլոր հնարավոր միջոցներով, որոնցով մտավորականը հնարավորություն ունի արտահայտվելու, արտահայտվում է, անգամ սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորություններն է օգտագործում եւ ուղղակի այսօր կարծում եմ հրամայական է դարձել այդ ամբողջը համախմբելու եւ մեկ գաղափարախոսության ծրագրի տեսքով ներկայացնելու համար։
Այս պարագայում կարծում եմ արդեն սա էլ է տեղից կշարժվի եւ մարդիկ կոնկրետ գործողությունների կարող են դիմել։ Ինչ վերաբերում է կոնկրետ պատմաբաններին, որպես պատմաբան կարող եմ ասել, որ մենք մեր աշխատանքը ամեն դեպքում կատարում ենք, օրինակ մեր ինստիտուտում ձևավորվել է խումբ արցախյան քաղաքական, մշակութային եւ այլ ոլորտներով զբաղվող։ Մենք մեր գիտական հոդվածները, աշխատանքները արցախյան թեմատիկային են նվիրված, ինչու, որովհետև արցախյան խնդիրը, Արցախի հարցը ամեն դեպքում Հայաստանի ազգային անվտանգության հարց է, մենք դա պետք է քաջ գիտակցենք եւ Արցախի կորուստից հետո կարծում եմ այլևս կասկածներ չեն մնացել, որ Արցախը եղել է եւ հուսով եմ կլինի Հայաստանի Հանրապետության անվտանգության կարևորագույն բաղադրամաս։ Իսկ Արցախ վերադարձին հնարավորություններ են դուք տեսնում այսօր։ Ուրեմն Արցախ վերադարձին այլընտրանք չկա իմ խորին համոզմամբ։ Մենք հնարավոր քայլերը ձեռնարկում ենք նաև կազմակերպական առումով օգտագործելու բոլոր հնարավորությունները Արցախ համահավաք վերադարձը ապահովելու համար։ Դա կարող է լինել միջազգային իրավունքին ձեռած հնարավորությունը, դա կարող է լինել աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունը, բայց եթե դրանք արտաքին գործոններն են, կարծում եմ մենք պետք է շեշտադրումը կատարենք ներքին ինքնակազմակերպման վրա, եթե 150,000 արցախցիներ գաղափարով, հոգեբանորեն, ֆիզիկապես պատրաստ լինեն վերադառնալու, արդեն վերադարձի ուղիները ինքստիկյան կգտնվեն։ 2020-ից 23 թվականի պատերազմից հետո տարբեր այսպես թե քաղաքական դաշտում, թե մտավորականության դաշտում քրկության շարժումներ ձևավորվեցին, ովքեր նույնիսկ մարզեր էին գնում, հանդիպումներ էին ունենում, հավաքներ։ Ինչ եք կարծում, ինչու ամենայն դեպս խմորվում, բայց չի հունցվում այդ ընդհանուր ասելիքը, ընդհանուր պայքարը, որն է խնդիրը։ Մարդիկ ծայրաստիճան հուսահատված են, փրկություն իդեմս ոչ մեկի չեն տեսնում, ինչն է պատճառը, ուշքի դեռ չեն եկել։ Իհարկե ձեր նշած գործոնները եւս իրենց ազդեցությունը ունեն, դերը ունեն, չեն կարող դրանք բացառել, բայց իմ կարծիքով գլխավոր հարցը այն օրակարգի ձևավորումն է, որը բոլորին իր շուրջը կհամախմբեր։ Եվ վերջին հաշվով նաև մենք պետք է մի կարևոր առանձնահատկություն ֆիքսենք, որ ավելի շատ մեզանում ընդունված է մտքեր գեներացնել, գաղափարներ առաջ քաշել, քան թե կոնկրետ գործողությունների դիմել։ Այն հանճարեղ զանգ կախելու պատմությունը, այո, ցավոք սրտի այսօր էլ արդիական է եւ կարծում եմ, որ վերջապես ժողովուրդը տեսնելով, որ գնալով այլևս կարող է վաղ ուշ լինել, վերջապես գործի կանցնի, խոսքից կանցնի կոնկրետ գործողությունների։ Եվ պարոն Հարությունյան, եթե կարելի է նաև բախվում գերիների եւ պատանների հարցին անդրադառնալ, ինչ է պետք անել, մենք ամեն օր տեսնում ենք նրանց լուսանկարները, թե ինչ խոշտակումների են ենթարկվում Բաքվի բանտերին, ինչ է անհրաժեշտ։ Իշխանությունների շահարկումները նաև։ Այո, դժբախտաբար Բաքվում այդ գվազի դատավարությունը, այդ կեղծ դատավարությունը ոչ միայն կոնկրետ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դատավարություն է, այլ ամբողջ Արցախի դատավարություն է, ամբողջ հայ ժողովրդի դատավարություն է եւ նաեւ եթե կուզեք Հայաստանի Հանրապետության դատավարություն է։ Եթե դուք հետևում եք, նկատած կլինեք, որ փորձում են հանիրավի մեղադրելի աթոռին նստեցված մեր գործիչներից կորզել այնպիսի արտահայտություններ, որոնք կամարապնդեին ադրբեջանական կեղծ քարոզչական դրույթները եւ կամարապնդեին Ադրբեջանի դիրքերը տեղեկատվական պատերազմում։ Ընդհանուր մտայնությունը ավելի քան ակնհայտ է, վարկաբեկել այո արցախյան
շարժումը, Արցախյան պայքարը, հայկական պետականությունը եւ ընդհանրապես հայ ժողովրդի ինքնուրույն ապրելու իրավունքը։ Հետևաբար այս ամենը բացառելու, այս ամենի դեմ պայքարելու համար մեզ անհրաժեշտ է համախմբվել համաժողովրդական պայքարով, բողոքի ակցիաներով, անհանդուրժողականությամբ, օգտագործելով իրավական միջազգային իրավունքին ձեռած հնարավորությունները, ճնշման այլ մեթոդներ, սոցիալական ցանցերի հնարավորությունները, ամեն ինչ անել Բաքվի այդ հերթական դիվերսիան, ես այդպես եմ համարում, այդ ագրեսիվ գործողությունները իջիկ դարձնելու համար։